Բացեցի համացանցը նայում եմ մեր կաթողիկոսը պատարակ անում ու պատարակի ժամանակ նա միայն խոսում է մեր իշխանությունից, Ղարաբաղից, որ Ղարաբաղցիների հետ մեր իշխանությունը շատ վատ է վերաբերվում, այսպես բաներ կարաք միացնեք, լսեք ու համոզվեք ինձ հետ էլի։ Ես հիմա ինչ եմ ուզում ասեմ, ժողովուրդ ջան, ուրեմն մինչև 1994 թիվը մենք Ղարաբաղը պահանջում էինք Ադրբեջանից, ուրիշ ումից կարայինք պահանջենք, Ղարաբաղը միայն կարայինք մենք պահանջենք Ադրբեջանից, ճիշտ է, 1994 թվից հետո ես փաստացի, մեկ անգամ ասեն Քոչարյանը եղել է մակում խոսել է այդ մասին եւ վերջ, բայց 1994 թվից ուրեմն մեր հայ ազգի ուղեղն են մտցրել, որ Ղարաբաղը այլևս Ադրբեջան չի, Ղարաբաղը Հայաստան էլ չի, Ղարաբաղը անկախ պետություն է, ու Ղարաբաղը միշտ պետք է պահանջել Հայաստանից, Ադրբեջան բառը ընդհանրապես հանվել է դրանից, ըստ երևույթին դրա համար էլ Ադրբեջանը 30 տարի դիմացավ, Ադրբեջանից ոչ ոք ոչինչ չի պահանջել, ոչ ոք, ոչ մեկը, այն երեք պետությունները Ֆրանսիա, Ամերիկա, Ռուսաստան, նրանք Ադրբեջանից ոչինչ չեն պահանջել, պահանջել են միշտ Հայաստանից, դե եթե ես սխալ եմ մեկնաբանում, ասեք սխալ ես մեկնաբանում, ես միայն հիշում եմ այդ երեք պետությունները միշտ Հայաստանին ասել են, 5-ը հանձնեք, Ղարաբաղի հարցը հետո, մի տարի հետո են 2-ը կհանձնեք, ընդ միջանց կթողեն ձեզ, իսկ Ղարաբաղի ինքնորոշման հարցը դա ապագայի հարց է։ Այդ երեք պետությունները միայն այդ են մեզ 30 տարի ասել։ Դուք ուրիշ բան լսել եք, միշտ պահանջել են Հայաստանից, Ադրբեջանից ոչ մեկ, երբեք, ոչ մի բան, նույնիսկ Ղարաբաղցիները Ադրբեջանից անկախություն չեն պահանջել, ոչ մի անգամ, չի եղել նման բան, ուրեմն այսօր արդեն Ղարաբաղը չկա, մենք պատերազմով պարտվել ենք իհարկե, Ղարաբաղը, հայկական զորքերը ընդեղից դուրս է եկել, ամբողջ հայությանը Ադրբեջանը հեռացրել է, նույնիսկ այդ հեռացումից հետո Ադրբեջանից հենց այսօր ոչ մեկը ոչինչ չի պահանջում, բոլորը պահանջում են Հայաստանից, նույն Ղարաբաղցիները Հայաստանից են պահանջում, հիմա էլ Ադրբեջանից ոչինչ չեն չեն վախենում, չէ, վախ չկա արդեն Ադրբեջանից, ադրբեջանցիներից, իրանք Հայաստանում են գտվում, բայց էլի Ադրբեջանից ոչինչ չեն տարածքը Ադրբեջանի ձեռն է, այս մարդիկ Ղարաբաղը պահանջում են Հայաստանից, Հայաստանի իշխանություններից, ժողովուրդ ջան, սրա ճիշտը որն է, ինչի են մեր ազգի ուղեղի մեջ մտցրել, որ Ղարաբաղը, Ղարաբաղցիների հարցը միշտ պետք է պահանջվի Հայաստանից, Հայաստանի իշխանություններից, ու այս ժողովրդի ուղեղն էլ մտել է տենց, ու տենց էլ շարժվում է, եթե մեր երկրում Աստված չի կարողանում իր համար մեկ մարդուն, որը համարում է մեր երկրի կաթողիկոսը,
Եթե նրան չի մի քիչ մարգարեություն, մի քիչ եսիմ ինչ խոսքեր ասես, եթե այդ կաթողիկոսին մի քիչ խելք չի տալի, որ գոնե այդ կաթողիկոսը նման բան չասի, ժողովրդին չհրահրի պետության դեմ, ժողովրդին չհանի իշխանության դեմ, էլ հասարակ ժողովրդից ինչ պահանջենք մենք։ Եթե կաթողիկոսն է այսօր անընդհատ խոսում Ղարաբաղից, Հայաստանի իշխանություններից, Հայաստանի պետականությունից, մեր կաթողիկոսը, հիմա հենց այսօր պատարագի օրը էս Սուրբ օրով, Սուրբ Զատիկի օրով, միացրեք լսեք կաթողիկոսին։ Ամեն ինչի մեղքը Հայաստանի վրա, Ադրբեջանից ոչ մի խոսք, իբր Ադրբեջան ընդհանրապես չկա, Արցախը Հայաստանինն էր, Հայաստանը նվիրեց Ադրբեջանին, այդ են ասում և վերջ։ Մարդկանց ուղեղը, ուրեմն մարդկանց ուղեղը ինչ դարմանա լցած, ինչա լցած, որ հավատում են այսպես նման բաների, ինչ ասեմ ժողովուրդ ջան։ Նորից ձեր տոնը շնորհավոր, լավ լինեք, առողջ լինեք, այսօրվանից, որ այսօր Աստված ձեր հոգիները մի քիչ մաքրել է, այսօր մի քիչ մաքուրեք մեծամասնության չափը, մաքուրեք ձեզ զգում, ժողովուրդ ջան, մաքուրել մնաք, խնդրում եմ, մի բան ասելուց, մի բան անելուց, մի լավ մտածեք, գցեք, բռնեք, այս ումից ինչ ենք ուզում, ումից ինչ ենք ուզում, ով բերեց այդ բանը, որ Հայաստանը պետք է միշտ Արցախի համար պատասխանատուն լինի, Հայաստանն ամեն ինչում մեղավոր, ով բերեց այդ բանը, գցեց ամբողջ ազգի ուղեղը գցեց, այն որ ասում ենք Սերժը պատերազմը գցեց, կյանքում եթե պատերազմ չլեր, նա իշխանություն չէր տա, կկոտորեին հայ ազգի կեսին, իշխանություն չէին տա, ոնց որ Քոչարյանը իր արդեն իշխանավարման ժամկետը պրծած 10 օր էր մնացել, 10 օր մի ամիս էր մնացել, բայց ժողովրդին կոտորեց նոր գնաց, թույլ չտվա, որ ուրիշի իշխանություն վերցնի, Սերժն էլ նույնը կաներ, Սերժն ու Քոչարյանը նույն մարդիկն են, նույն էշքշողներն են, վերջ, էսա ժողովուրդ ջան իրականությունը, այդ մարդիկ բերին, լցին ժողովուրդի ուղեղը, որ Ղարաբաղը, բայց մի հատ ամենակարևոր բանն ասեմ այս թեմայի շուրջ, հենց այսօր, իշխանությունը տուր ընդդիմությանը, Ղարաբաղի վրա այսպես մի հատ մեծ խաչա դրվելու, Ղարաբաղցիների վրա էլ հետը, Ղարաբաղից ոչ մեկը այլևս չի խոսալու, ոչ մեկը չի խոսալու, ինձ հետ համաձայն չեք, ոչ մեկը Ղարաբաղից չի խոսալու, Զորի Բալայանի մեն ինչ են ասում, մեջտան էլի ծրագիրը, նա չիրականացավ միջև վերջ, նրանք Հայաստանը չկարողացան գրավել էին, բայց նորից պարտվեցին, իրանց էշխելքից պարտվեցին, իշխանությունը տվին ժողովրդին, հիմա էլ ժողովուրդ հետ իշխանությունը պահելու է, այլևս չի տա նրանց, վերջ, հաջողություն ձեզ, բոլորիդ, գնացեք, հանգստացեք, հարգելի ընդդիմադիրներ, ձեզ իշխանություն ժողովուրդը այլևս չի տա, իսկ դուք կարաք, ոնց որ այսօր դրոշը Ղարաբաղի, Արցախի դրել էին Երուսաղում, ես կողմ եմ, դրեք Մոսկվայում, դրեք Ուկրաինայում, Ղազախստանում, ամենտեղ դրեք, բայց ոչ Հայաստանում, Հայաստանին այլևս չհանեք, այլ պետությունների դեմ պատերազմի ու Հայաստանից պահանջեք Ղարաբաղ, ես մի բան, հասկանում եք, Հայաստանից էլ ոչ մի բան չպահանջեք, որովհետև դուք
դուք սխալ եկաք իշխանության, սխալը սկսեցիք վարել, դուք թալանի եկաք, որովհետև ձեզ Ղարաբաղը չտվին, դուք թալանի եկաք թալանեցիք, դարակ ես իմ ձեր արևի սրտով էշ քշող էլիտաններ, մերկու նկարել դրիք, իբր դուք էշ քշող չեք, իբր արդյուծ քշող եք, ոչ, էշ քշող եք դուք, և վերջ, Ղարաբաղցիներ ջան, ձեր ցավը տանեմ, ես կրկնում եմ, այսօր իշխանությունը տան ընդդիմությանը, ասենք ձեր Քոչարյանին, դուք Ղարաբաղ բառը մոռանալու եք ընդմիշտ, ընդհանրապես մոռանալու եք, նրա մասին էլ չեք էլ հիշելու, հիմա ձեզ թույլ են տալի հիշեք, նրա համար, որ իրանք իշխանության կան, երբ իրանք եկան, դուք չեք էլ հիշելու Ղարաբաղ բառը, ձեզ գործեր են տալու, տաքսիստ, այրոպորտում հավաքարար, ես միտեղ այդ ես բաներ և վերջ, դուք դրանով բավարարվելու եք, ոնց որ Քոչարյանի ու Սերժի ժամանակ ա եղել, դրանով բավարարվելու եք, պարեկները ձեզ ձեռ չեն տալու, ոնց որ նրանց ժամանակ էր, դուք էլ բավարարվելու եք, ձեզ Ղարաբաղը պետք չի, եթե ձեզ Ղարաբաղը պետք լիներ, դուք Ադրբեջանից կպահանջեիք, դուք ամեն օր նրանց հետ կռվեիք, ոնց որ Պալեստինի ժողովուրդն ա կռվում, և վերջ, այսքան բան ժողովուրդ ջան, էլի շնորհավոր բոլորիդ տուն